Բարև ձեզ, հարգելի ռադիոլսողներ, ինչպես հայտնի է, հիմնադիր խորհրդարանը մարտի 7-ին որոշել էր 100-ամյակն առանց ռեժիմի խորագրով ավտոերթ կազմակերպել Գյումրիում, սակայն ավտոերթի մասնակիցներին այդպես էլ չհաջողվեց ժամանել Գյումրի, ինչ պատճառով հիմնադիր խորհրդարանին չհաջողվեց ավտոերթ կազմակերպել Գյումրիում, թեմայի շուրջ ասպարեզը զրուցել է հիմնադիր խորհրդարանի նախագահի տեղակալ Վարուժան Ավետիսյանի հետ։ Բարև ձեզ, պարոն Ավետիսյան։ Բարև ձեզ, բարև ձեզ։ Պարոն Ավետիսյան, կմանրամասնեք, ինչու հիմնադիր խորհրդարանին չհաջողվեց ավտոերթ կազմակերպել Գյումրիում։ Ուրեմն, երբ մենք արդեն մոտենում էինք Գյումրիին, 1:05-10-ի սահմաններում արդեն սկսեցինք հազանգեր ստանալ, որ մեզ դիմավորելու եկած մեր գյումրեցի գործընկերների վրա հարձակվել են մի խումբ երիտասարդներ, մի քանի տասնյակ, որոնք խլում են դրոշները նրանց և փորձում են ընդհարում սադրել, մերոնք խուսափել են ընդհարումից և հեռացել են, դա Գյումրիի քաղաքի մուտքի մոտ է եղել, խուսափել էին ընդհարումից, փոքր հեռացել էին այդտեղից և Նժդեի արձանի մոտ էին նորից խմբվել, այդ խաժամուժը գնալով ստվարացել էր և առանձին հաշվարկներով արդեն 200 հոգին անցել էր և երբ մերոնք արդեն լրագրողների են հրավիրում և լրագրողներն էլ զանգում են ոստիկանություն, նրանք սկսում են ցրվել, նրանք պահանջել են, որ մենք չգնանք Գյումրի, որ վատ է լինելու, սպառնալիքներ, որ իրենք թույլ չեն տալու և այլն և այլն։ Եվ մենք այդ ժամանակ արդեն մոտենում էինք Գյումրիին, մի 10-15 կիլոմետր էր մնացել, մենք կանգնեցինք, որպեսզի հասկանանք, թե ինչ է կատարվում։ Ես անձամբ զանգել եմ ոստիկանության լրատվական ծառայության, Երևանի մասին եմ խոսքը, լրատվական ծառայության պետի տեղակալի հետ եմ խոսել, մեր ներկայացուցիչը տեղում խոսել է ոստիկանության պետի հետ և ըստ էության որևէ մեկը ոստիկանությունից երաշխիք չի տվել մեր անվտանգության ապահովման նպատակով։ Կարծես զարմանալի մի բան էր տեղի ունենում, որ քրեական աշխարհի ներկայացուցիչները փաստորեն տեր ու տնօրինություն են անում քաղաքում և ոստիկանությունը ոչինչ չի կարողանում անել, բայց երբ հետո մենք իմացանք ընթացքում, որ Գյումրիում ոստիկանության ուժեղացված կարգախմբերը շրջապատել են Ռուսաստանի Դաշնության հյուպատոսարանի շենքը, արդեն պարզ դարձավ, որ իրականում ռեժիմը օպերացիա է պլանավորել, ուզում է սադրել մեզ բախում սադրել և իր պլանը դրա միջոցով իրականացնել։ Իսկ պլանը մոտավորապես մենք այսպես հասկացանք, որ այդ քրեական տարրերը պետք է արձակվեն մեր վրա, բախում տեղի ունենա, բնականաբար այնտեղ նաև հարյուրավոր մեր աջակիցներ էին հավաքվել Գյումրիում, որպեսզի մեզ հետ հանդիպում տեղի ունենա, մեզ հետ հանդիպեն, անշուշտ ավելի մեծ բախում տեղի կունենա և նաև այդ էլեմենտներին օգտագործելով քրեական պետք է ամենայն հավանականությամբ հարձակում տեղի ունենար, հարձակման իմիտացիա ավելի ճիշտ տեղի ունենար հյուպատոսարանի վրա և արդեն հետևանքները այդտեղից պարզ են, թե ինչ ոստիկանությունը ինչ քայլեր պետք է ձեռնարկեր, բնականաբար մենք պետք է ներկայացվեինք որպես այդ ամբողջ խժդժությունների կազմակերպիչ և մեր նկատմամբ պետք է համապատասխան սիստեմային ռեպրեսիաներ իրականացվեին, շարժումը ջլատելու և մինչև ապրիլի 24 մեր ընթացքը չթողնելու նպատակով։ Սա էր պլանը ըստ էության և այդ համոզմունքը մեր մեջ ավելի ամրացավ այն ժամանակ, երբ որ մենք արդեն Գյումրի մատուցներում բացօթյա հարցազրույց էինք տալիս ԶԼՄ-ներին, մոտեցավ մարզային ոստիկանության պետի տեղակալը և ասաց, որ իրենք կապահովեն մեր մուտքը Գյումրի, երբ ես հարցրեցի, թե իրենք ինչպես են ապահովելու անվտանգությունը, նա ասաց, որ պետավտոտեսչության մեքենաներ կտրամադրեն, որոնք կուղեկցեն մեզ։ Ես հակադարձեցի, պատասխանելով, որ պետավտոտեսչության մեքենաներ մեզ պետք չեն, դրանք ընդամենը պետք է ուղեկցեն մեզ, ճանապարհ ցույց տան, մենք ճանապարհը գիտենք։
մեզ անհրաժեշտ է ոստիկանության կարգախումբ, որը պետք ունենա անպատասխան լիազորություն, ինչպես նաև հնարավորություններ ապահովելու անվտանգությունը, եթե տասնյակներով մարդիկ հարձակվեն մեր շարասյան վրա։ Նա բնականաբար այդպիսի խուսափեց երաշխիք տալուց եւ ակնհայտ էր մեր համար, որ ըստ էության վերջին ջիգն են գործադրում, վերջին փորձն են անում մեզ խաբելու, համոզելու, որ իրենց նախապատրաստած ծուղակը մենք գնանք մտնենք։ Ամեն ինչ մեզ համար արդեն պարզ էր, մենք վերջնական մերժեցինք իրենց այդ կեղծ մտահոգությունն ու առաջարկությունը եւ վերադարձանք ճանապարհին իրազեկելով տարածաշրջանի այլ բնակավայրեր։ Պարոն Ավետիսյան, մամուլում նաև լուրեր են տարածվել, որ ոստիկանները հսկում են Գյումրիում Ռուսաստանի Դաշնության հյուպատոսարանի տարանցքը։ Գուցե ինչ-որ նպատակով փորձում էին սադրանքներ կազմակերպել, իմիտացիա ստեղծելով, թե ինչ-որ բախումներ պետք է հրահրվեն հյուպատոսարանի տարածքի մոտ, որ իրենց սադրանքի հիմնական բաղադրիչը դա էր կազմում, որ պետք է Հենց իրենք այդ խաժամուժի միջոցով խժդժություններ հրահրեին, դրանք նաև տեղափոխելով կամ առանձին ձևով կատարելով հյուպատոսարանի մոտ, հարձակում կազմակերպեին հյուպատոսարանի վրա, այնուհետև հնարավորություն տալով ոստիկանությանը արդեն մեր նկատմամբ լայնածավալ ռեպրեսիաներ իրականացնելու։ Բնականաբար կարող էին եւ օգտագործել մեր դրոշները, որ խլվել են ինչպես Բերձորում, այնպես էլ այստեղ Գյումրիում մի քանի դրոշ մերոնցից խլել էին, կարող էին նաև դրանք օգտագործել, ամեն ինչ կարող էին անել եւ այո, հիմնական մասը սադրանքի դա էր, որ մեզ ներկայացնեին որպես երկրում խժդժություններ հրահրող, խժդժություններ կազմակերպող ուժ, որը զուգահեռաբար ունի ընդգծված հակառուսական բնույթ, դեմ է դուրս գալիս այդ աշխարհաքաղաքական ուժին եւ նաեւ փորձելու համար շրելու մեր այն Հայաստանակենտրոն դիրքորոշումը, որ մենք միշտ արտահայտում ենք, որ մենք որևէ աշխարհաքաղաքական ուժի դեմ չենք, մենք պետք է ընդհակառակը բոլորի հետ էլ նորմալ հարաբերություններ հաստատենք, իսկ ինչ վերաբերում է Ռուսաստանին, մենք պետք է դուրս գանք այս վասալային վիճակից, Հայաստանի եւ Ռուսաստանի հարաբերությունները կարող են լինել ստրատեգիական գործընկերության հարաբերություններ, բայց ոչ երբեք Հայաստանի ու հայ ժողովրդի ազգային արժանապատվության եւ ինքնիշխանության հաշվին։ Ահա այս տարբեր մակարդակների համալիր սադրանքը մեր դեմ կազմակերպելու նպատակ էր հետապնդում այսօրվա ռեժիմի գործողությունը, այդ պատճառով մենք դա հասկանալով չմտանք Գյումրի, որովհետեւ մենք չենք ուզում, որ ժամանակից շուտ մեր ուժերը ջլատվեն, մենք բախման գնանք, դրա կարիքը մենք չունենք, մենք ընդհանրապես այսօր մոբիլիզացնում ենք ժողովրդին, իրազեկում ենք, կգա ժամանակը, երբ մենք պետք է ուժ ցույց տանք, այդ ժամանակ արդեն ուրիշ, այդ ժամանակ խոսենք։ Իսկ հիմա դրա ժամանակը չէ։ Պարոն Ավետիսյան, ձեր կարծիքով ովքեր կարող են լինեն այդ սադրիչները կամ ում հրահանգով են նրանք այդտեղ հայտնվել։ Սերժ Սարգսյանի գլխավորությամբ։ Մնացածները կատարողներ են, չարժե էլ այդ մարդկանց անդրադառնալու, նրանք ենթակա մարդիկ են կատարողներ են, անկախ այն բանից նրանք վարչական մարմիններ են ներկայացնում, թե կրիմինալ շրջանակներ, կապ չունի։ Ոստիկանական հագուստով էին, թե քաղաքացիական հագուստով էին։ Ովքեր Գյումրիի մուտքի մոտ փորձել են խոչընդոտել, նրանք քաղաքացիական հագուստով են եղել, քաղաքացիական անձինք են եղել, բայց ակնհայտ է եղել, որ քրեական աշխարհի ներկայացուցիչներ են կամ դրանց ազդեցության տակ գտնվող մարդիկ։ Ինչ կլիներ, եթե ավտոերթի մասնակիցները մուտք գործեին Գյումրի։ Կլիներ այն, ինչ ասեցի արդեն, կսադրեին բախում մեր հետ, բնականաբար գյումրեցիները պատվախնդիր լինելով մեր աջակիցները կփորձեին պաշտպանել մեզ, բախումը ավելի լայն ծավալ կստանար, զուգահեռաբար հարձակում իրականացնեին հյուպատոսարանի շենքի ուղղությամբ, այնուհետև այդ ամեն ինչը վերագրեին մեզ։ Սա տեղի կունենար եւ մեր նկատմամբ լայնածավալ ռեպրեսիաներ կսկսվեին, պարզ է պետք է ձերբակալեին հիմնական ղեկավարների շարժման, որպեսզի պարզեն, մեզ մեղադրանքներ առաջադրեին եւ այլն եւ մեր ամբողջ ծրագիրը դրանով կփորձեին խափանել։ Սա էր այդ ամբողջ սադրիչ պլանի նպատակը։ Կան կարծիքներ, որ եւ Արցախում եւ Գյումրիում փաստորեն տեղի ունեցավ զարգացման նույն սցենարը, այսինքն նույն ձևով դիմավորեցին ավտոերթի մասնակիցները։ Բնականաբար նույն ռեժիմն է, պետք է ունի նույն նպատակները ամենուրեք, բնականաբար պետք է նույն մեթոդներով աշխատի։
օրինաչափ։ Ուզում եմ ավելի մանրամասն անդրադառնանք նաև հետևյալ հարցին. կան ուժեր կամ մարդիկ, ովքեր հիմնադիր խորհրդարանին մեղադրում են հակառուսական գաղափարներ տարածելու մեջ։ Ինչ կասեք սրա մասին։ Անշուշտ դա թյուրիմացություն է։ Ես փոքր քիչ առաջ անդրադարձա դրան։ Մենք ուղղակի Հայաստանակենտրոն եւ Հայակենտրոն դիրքորոշում ունենք, այսինքն մենք չենք կարծում, որ պետք է այս կամ այն աշխարհաքաղաքական ուժի ոչից բռնենք մեր գոյատևելու եւ մեր պաշտպանությունը ապահովելու համար։ Մենք համոզված ենք, որ հայ ազգը ունի այնքան ներուժ, որ կարողանա ինքն իրեն պաշտպանել եւ ինքնուրույն լինել։ Բնականաբար մենք դաշնակիցների կարիք ունենք, բայց դաշնակիցները պետք է օժանդակ դեր ունենան մեր անվտանգության ապահովման գործում, ոչ թե հիմնական։ Մենք իրավունք չունենք ապավինել այս կամ այն ուժի, այսինքն հենվել որևէ օտար ուժի վրա եւ ասել, որ նա պետք է մեզ պաշտպանի։ Դա աննորմալ երևույթ է եւ ոչ մի առողջ ազգ այդպիսի բան իրեն թույլ չի տալիս։ Մանավանդ եթե դրա հնարավորությունը ունի։ Այլ բան է, որ մենք ասում ենք, որ մենք ոչ կրկնում եմ արևմուտքի կոչի տակ պիտի մտնենք, ոչ Ռուսաստանի, ոչ էլ մեկ ուրիշի։ Եվ մենք պետք է հավասարակշռենք մեր հարաբերությունները։ Այսօր Հայաստանը գաղութացված է եւ հիմնականում գաղութացված է Ռուսաստանի կողմից։ Բնականաբար, եթե մենք Հայաստանի ապագաղութացման ազատագրման խնդիր ենք դնում, ապա այդ մեր գործողությունները եւ մեր գաղափարները կարող են որոշակիորեն ցավոտ լինել այն մարդկանց եւ ուժերի համար, ովքեր հակառակ կարծիք ունեն եւ կարծում են, որ մենք պետք է մնանք Ռուսաստանի տիրապետության տակ։ Պարզ է, որ իրենց համար այդպիսի մեկնաբանություն կարող են իրենք տալ, թե մենք նման գաղափարներ ունենք, նման ծրագրեր ունենք։ Ամենևին ոչ, մենք այն համոզմունքին ենք, որ պետք է բոլորի հետ նորմալ հարաբերություններ պահպանենք, ինչ վերաբերում է Ռուսաստանին, ապա բնականաբար Ռուսաստանի հետ մենք ձգտում ենք ռազմավարական դաշնակցության, բայց նախ պետք է Ռուսաստանը հավասարակշռի իր վերաբերմունքը մեր նկատմամբ։ Անշուշտ մենք Ռուսաստանի դեմ որևէ քայլ կատարելու կարիք չունենք, մենք պետք է մեր երկիրը մաքրենք, տեր կանգնենք մեր երկրին եւ ազգային կառավարություն ձևավորենք, յուրային պետական կառավարման համակարգ ձևավորենք, անպատասխան քաղաքական խավով հանդերձ, ոչ թե այսօրվա նյութապաշտ քաղաքական ղեկավարության նման եւ ազգուրած եւ բնականաբար այդ ժամանակ պետք է արդեն ինքնուրույն քաղաքականություն վարենք, թե ով ինչ դրանից կտուժի, դա արդեն մեզ պետք է քիչ հետաքրքրի, մենք պետք է մեր շահերը իրացնենք։ Տնտեսական եւ քաղաքական ոլորտում Հայաստանի կախվածությունը Ռուսաստանից ինչպես է արտահայտվում։ Քաղաքական ոլորտում միանշանակ է, որ ըստ էության արտաքին կառավարման տակ է Հայաստանը, այսինքն ներսում գրեթե ռազմավարական բնույթի որոշումներ ընդունելու հնարավորություն չունի այսօրվա քաղաքական վերնախավը, հիմնականում ենթակա է Ռուսաստանի թելադրանքին, անշուշտ նաև այլ աշխարհակաղակական ուժերի ազդեցությանն է ենթակա, չպետք է բացարձականացնել ասելով, որ միայն Ռուսաստանն այստեղ դեր ունի, բայց մեծավ մասամբ Ռուսաստանը։ Արտաքին կառավարման ներքո են գտնվում, ներսում ուղղակի կա գաղութային վարչակազմ, գաղութային ադմինիստրացիա, որը թույլատրվածի սահմաններում, արտաքին ուժերի թույլատրվածի սահմաններում ներքին ադմինիստրատիվ գործառույթներ է իրականացնում, ընթացիկ կառավարման նպատակով, բայց լուրջ հարցեր լուծելու իրավունք չունի։ Սա է քաղաքական կախվածությունը, դրանից բխում է տնտեսականը։ Այսօր մեր բոլոր ռազմավարական օբյեկտները օտարներին են պատկանում։ Մենք ընդհանրապես զբաղվում ենք ներմուծմամբ եւ առևտրով եւ մնացել ենք տրանսֆերների հույսով։ Հայաստանի գաղութացման հարցում Հայաստանի իշխանություններն են առավել մեղավոր, թե Ռուսաստանը։ Գլխավոր մեղավորը անշուշտ իհարկե, ես շեշտեցի դա, որ գլխավոր մեղավորը այսօրվա հայաստանյան քաղաքական վերնախավն է եւ ոչ միայն այսօրվա ռեժիմը ու իր պարագլուխը, այլև քաղաքական կուսակցությունների ղեկավարների ջախջախիչ մեծամասնությունը։ Դա մի քաղաքական գործակալների մի յուրօրինակ թիմ է, որը ձեռքի տված փորձում է օտարների դեմ խոնարհվելու միջոցով, օտարների առաջ խոնարհվելու միջոցով ինչ-որ պատառիկներ փոկել այստեղ քաղաքական փոքրիկ շահեր հետապնդելու նպատակով։ Ըստ էության կարող ենք ասել, որ խղճուկ քաղաքական աշխատավարձի դիմաց պատրաստ են իրենց երկրի դեմ աշխատել։ Ցավոք սրտի մենք ունենք այդպիսի քաղաքական վերնախավ, որից օր առաջ պետք է ձերբազատվել։ Մեր նպատակը ոչ միայն այսօր Սերժ Սարգսյանից ձերբազատվելն է, ինչպես շատ կեղծ ընդդիմադիր կուսակցություններ հայտարարում են,
այլ մեր նպատակը այդ ամբողջ խավից ձերբազատվելն է, այդ խամաճիկային խավից ձերբազատվելն է եւ նոր քաղաքական սերունդ առաջ բերելը ու նրան մեր երկրի ղեկը հանձնելը։ Հակառակ պարագայում մենք ոչ մի լուծման էլ չենք հանգելու, ուղղակի Պողոսին Թորոսը փոխարինի եւ վերջ։ Ես նաև տեղյակ եմ, որ մեր տնտեսության մեջ կան բազմաթիվ ընկերություններ, որոնք կոնցեսիոն կամ պայմանագրային կառավարման են հանձնել Ռուսաստանի Դաշնությանը, եւ երբ Հայաստանի իշխանությունները խոսում են այդ մասին, այդ ամենը իրենք բնութագրում են որպես դաշնակցային փոխհարաբերություններ։ Դա դաշնակցային է, թե ինչ։ Բնականաբար ոչ, այն էլ փոքր երկրի համար, որտեղ ռազմավարական օբյեկտներն ու ենթակառույցները երբեմն եզակի են, այսինքն ամեն մեկից մի հատ կա, հանձնել օտարի տնօրինությանը նշանակում է ռազմավարական կառավարումը հանձնել օտարին։ Ինչպես կարող է դա դաշնակցություն համարվել։ Դաշնակցությունը հավասարների հարաբերություն է։ Իսկ սա այստեղ գաղութային հարաբերությունների մասին է խոսքը։ Գուցե մենք իրոք չունենք այն ռեսուրսները, որոնց միջոցով կկարողանանք կառավարել մեր տնտեսությունը։ Անշուշտ ունենք մենք մի քանի անգամ ավելի շատ կառավարման ռեսուրս հայությունը նկատի ունեմ, քան մեր երկիրը այս պահին ունի որպես տնտեսություն եւ որպես քաղաքականություն կառավարելու։ Մենք շատ մեծ ռեսուրս ունենք, ընդհակառակը ամեն ինչ արվել է այս 20-25 տարիների ընթացքում, որ մեր այդ բանիմաց եւ ունակ ռեսուրսի հիմնական մասը հեռանա երկրից։ Մինչդեռ մենք շատ արագ կարող ենք մասնագետների առաջնահերթին հայրենադարձություն կազմակերպել եւ իրենց ներուժը օգտագործելով թռիչքային զարգացում ապահովել։ Մենք շատ մեծ ունակություններ եւ հնարավորություններ ունենք։ Մինչև ապրիլի 24-ը արդյոք հիմնադիր խորհրդարանին կհաջողվի ձերբազատվել Հայաստանում իշխող ռեժիմից։ Մենք սկսելու ենք ձերբազատման գործընթացը ապրիլի 24-ից, մինչև ապրիլի 24-ը ձերբազատվելու ծրագիր չենք դրել մեր առաջ։ Մինչև ապրիլի 24-ը մենք մոբիլիզացնելու ենք ժողովրդին այդ նպատակը։ Իսկ այդ մոբիլիզացումը հնարավոր կլինի, այսինքն ձեր կարծիքով հասարակության մեջ արդյոք մեծ մասն է գիտակից ու պատրաստ հեռացնելու այս իշխանություններին։ Գիտեք, մարդիկ տարբեր կերպ են ընկալում առհասարակ փոփոխությունների անհրաժեշտությունը, որ բոլորը ուզում են փոփոխություն, գրեթե բոլորը, դա փաստ է։ Բայց թե յուրաքանչյուրը ինչ ձևով, ինչ տարբերակներով, ինչ խորության է դա պատկերացնում, սա արդեն այստեղ տարաբաժանում կա, բայց մարդիկ միասնական են այն հարցում, որ պետք է հեռացնել ռեժիմին։ Եվ բնականաբար այս փուլը ռեժիմին հեռացնելու փուլն է, ուստի միակամությունը, ժողովրդի միասնականությունը առավել քան իրատեսական է։ Մենք օրական հազարավոր մարդկանց հետ ենք շփվում, իրազեկող խմբերը մեր անընդհատ պատտվում են եւ նյութեր են բաժանում, զրուցում են մարդկանց հետ։ Այո, մարդկանց մեծամասնությունը պատրաստ է մեր ծրագրով միանալու եւ մասնակցելու գործողություններին։ Ամեն դեպս մարդիկ այդպիսի պատրաստակամություն հայտնում են։ Եթե անգամ պատրաստակամություն հայտնածների 10%-ը ցանկություն ունենան իրականացնելու իրենց նախնական խոստումները, ապա մենք շատ արագ ավարտին կհասցնենք process-ը։ Պարոն Ավետիսյան, ես ինչու այս հարցը տվեցի, որովհետև նաև շատերի հետ շփվելով մարդիկ պայքարի, եթե դա պայքարի ձև էլ կարելի է կոչել, ընտրել են Հայաստանից արդար գաղթել, այսինքն հուսահատվելով Հայաստանի իշխանությունների վարած քաղաքականությունից եւ այլն։ Օտար ափերում են փնտրում իրենց լավ ապրելակերպ ու նման մտածելակերպ ունեցող մարդիկ ես չեմ կարծում, որ ցանկություն կունենան պայքարել իշխանությունների դեմ։ Նրանք էլ տարբեր կատեգորիաների են բաժանվում։ Մեծ մասը հուսահատված է եւ լքում է Հայաստան այն պատճառով, որ լուծում չի տեսնում։ Այսօր արդեն իդեմս մեր ծրագրի եւ մեր ղեկավար դեմքերի ժողովուրդը այդպիսի հույս սկսում է տեսնել։ Եվ օրեցօր այդ հույսը մեծանում է ու ավելի ծավալվում է ժողովրդական լայն զանգվածները ընդգրկում։ Տրամադրությունները փոխվում են։ Նկատի ունենք, որ տրամադրությունները կարող են օրերի ընթացքում, հաշված օրերի ընթացքում փոխվել։ Անգամ մեկ օրվա մեջ, մեկ իրադարձության շնորհիվ կարող են փոխվել։ Այո, բավական մեծ է այդ մարդկանց քանակությունը, որ հուսահատված են, բայց բացարձակ հուսահատների մասին չէ խոսքը, որ այլևս ոչ մի բան չեն տեսնում այստեղ։ Մեծ մասը տատանվում են իրականում իրենց հոգու խորքում եւ երբ իրենք տեսնեն
լույս տեսնեն, երբ ուժ տեսնեն, իրենք բնականաբար կգան դեպի այս կողմ։ Իսկ այդ process-ը հիմա ինտենսիվ կերպով տեղի է ունենում, հենց այդ ներքին փոփոխության process-ը տեղի ունենում, այդ պատճառով է ռեժիմը ջղաձգվում։ Օրինակ երյակի մասին խոսելիս մարդիկ կարծում էին, որ երյակը իրոք ձգտում է իշխանափոխության, հետո ժողովուրդը հիասթափվեց, իսկ եթե ասենք հիմնադիր խորհրդարանին էլ չհաջողվի այս ռեժիմին հեռացնել, չէ՞ որ դա այդքան հեշտ բան չէ, երբ գործնագանում փորձում են կյանքի կոչել։ Բայց երյակը փորձել է հեռացնել ռեժիմը։ Չէ, երյակը խոսում է, որևէ մեկը մինչև հիմա փորձել է հեռացնել ռեժիմին, նման բան չի եղել։ Համեմատելու բան չէ։ Ոչ մեկը իրականում չի փորձել հեռացնել։ Բոլորը ինչ որ պահից հրաժարվել են պայքարից։ Տարբեր ձևերով հրաժարվել են։ Մեկը չի դիմացել ճնշումներին, հեռացել է։ Մյուսը գնացել է տուն, չի եկել ժողովրդի մոտ։ Երրորդը գնացել է դիտեռնակաբեր։ Եվ այդպես շարունակ։ Մյուսը ասել է, որ ես քաղաքականության հետ այլևս գործ չունեմ։ Դա Գագիկ Ծառուկյանն մենք ինչ ժողովրդին լքած, պայքարը լքած մարդկանց օրինակով պիտի մեր պատկերացումները ձևավորենք։ Իսկ ինչու է այդպես եղել, որովհետև բոլոր այդ ուժերը համակարգի բաղադրիչներ են, իրենք համակարգի ներսում են գործում, համակարգի կանոններով եւ չեն կարող դուրս գալ համակարգի դեմ, չեն էլ ուզում, իրենք համակարգի օրգանական մասեր են, իրենց նպատակը ընդամենը Սերժին իրենց մարդով փոխարինելն է, եթե է այդպիսի նպատակ։ Վերջինի դեպքում ես կասկածում եմ, որ նույնիսկ այդպիսի նպատակ է։ Եվ նման իրավիճակում ինչի պետք է սպասենք մենք որպես ժողովուրդ։ Ընդամենը քաղաքական առևտրականների հետ գործ ունենք կամ կամազուրկ մարդկանց հետ, եթե ոչ առևտրականների, ովքեր ուղղակի հրաժարվել են պայքարից կամ դա օգտագործել են իրենց նեղ անձնական եւ կլանային շահերի համար եւ շարունակում են օգտագործել։ Եվ չեն էլ կարող այդպես չլինել, որովհետեւ համակարգի ներսում են իրենք։ Իսկ համակարգի ներսում ով է կանոններ թելադրում։ Համակարգի պարագլուխը, խանը, ոչ։ Պարոն Ավետիսյան, դուք ճիշտ նշեցիք, որ երյակը փաստորեն հրաժարվեց պայքարից, իրենք միայն իշխանափոխության կոչեր անում են բանավոր տեսքով, բայց նույնիսկ իմպիչմենտի մասին այդ փաստաթուղթը այդպես էլ չստորագրեցին։ Ուղղակի այստեղ խասնին է, որ կյանքը ցույց է տալիս, որ նման ռեժիմներից ձերբազատվելը բավական բարդ է եւ առանց ընդհարումների ոնց որ թե հնարավոր չէ խաղաղ ճանապարհով։ Իրենք իշխանությունը զիջողներից էլ չեն։ Բնականաբար պետք է լինի ժողովրդի այնպիսի ճնշում, որ ժողովուրդը կարողանա իր կամքը պարտադրել ռեժիմին։ Միայն կամքը պարտադրելու միջոցով կարելի է սրանցից ձերբազատվել։ Այլ տարբերակ չկա, ուրիշ տարբերակով հնարավոր չէ։ Ընտրությունների միջոցով չեն իրենք եկել կառավարման ղեկին նստել, որ ընտրությունների միջոցով էլ հեռանան։ Ընտրությունների միջոցով չեն եկել բնականաբար եւ ընտրությունների միջոցով էլ չեն հեռանալու։ Խաբեություն է դա։ Եվ փողոցում կանգնել ճչալով էլ չեն հեռանալու։ Իրենց պետք է պարտադրել, իսկ պարտադրել պետք է քաղաքացիական անհնազանդության գործողություններով, պետք է այնպիսի քայլեր կատարել, որ համակարգը ընկրկի, որ այլևս ուժ չունենա դիմադրելու։ Մանրամասները բնականաբար հիմա չեմ կարող ասել, եւ դրանք այս պահին վերջնական էլ չեն, անընդհատ բնականաբար ըստ իրավիճակի փոփոխվում են, բայց կլինեն այնպիսի գործողություններ, որոնք ժողովրդի մասնակցությամբ անշուշտ կստիպեն ռեժիմին, որ ռեժիմը հեռանա։ Իսկ եթե չտա Աստված փորձեն ուժ կիրառել, ուրեմն ազատագրական պայքարը պետք է իր մյուս փուլին անցնի եւ Ապստամբությունը ժողովրդի սրբազան իրավունքն է, ժողովուրդը պետք է օգտվի այդ իրավունքից եւ իր կամքը պարտադրի։ Ժողովուրդը իրավունք ունի բոլոր ձևերով հաստատելու իր իշխանությունը։ Բոլոր, այդ թվում բռնության միջոցով։ Դա ժողովրդի սրբազան իրավունք է։ Եվ վերջին հարցը տամ, պարոն Ավետիսյան, Գյումրիում հանրահավաք նախատեսում եք կազմակերպել։ Այո, լուրջ մտածում ենք այդ մասին, ամենայն հավանականությամբ այո։ Առաջիկա օրերին կտեսնենք, թե դա ինչպես պետք է կազմակերպել եւ ըստ այդմ կողմնորոշվենք։ Վստահ չեմ, որ թույլ կտան, բայց տեսնենք։ Առաջ չընկնենք։ Պարոն Ավետիսյան, ավտոերթերի կազմակերպումն ինչ նպատակի է ծառայում։ 1-2 ակնհայտ դառնա, որ այդ մեթոդը պետք է փոխարինել ուրիշ մեթոդով, բնականաբար ինքնանպատակ չէ ավտոերթը։ Ինչ որ նպատակի է ծառայում, իրազեկնանալ ժողովրդին ոգևորելու։ Եթե այլ ավելի արդյունավետ ձևեր գտնենք, բնականաբար
կանցնենք ուրիշ ձևեր։ Եվ հետո մենք շատ ժամանակ էլ չունենք։ Քիչ բան է մնացել։ Շնորհակալություն հարգելի ռադիոլսողներ, հիշեցնեմ այսօր Ասպարեզ հանրային ռադիոյի եթերում հյուրընկալել ենք Հիմնադիր խորհրդարանի նախագահի տեղակալ Վարուժան Ավետիսյանին, հաղորդումը վարեց Անահիտ Սիմոնյանը, ցտեսություն։